թե 2 ամիս առաջ նրա արժեքը 100,000 դրամ էր, այսօրվա դրությամբ իր արժեքը 150,000 դրամ է։ Անորոշություն, անկայունություն։ Այս երկու բառերով են Երևանում ոսկու առևտրով զբաղվողները նկարագրում շուկայում տիրող իրավիճակը։ Թանկարժեք մետաղը, որ վերջին մի քանի ամիսներին անդադար թանկանում էր, մի քանի օրվա ընթացքում կտրուկ էժանացել է, իսկ այսօր կրկին թանկացել։ Խնդիրը նրա մեջ չի, որ ինքը բարձրացել է, խնդիրը նրա մեջ է, որ ինքը անընդհատ տատանվում է, անընդհատ, ու այդ տատանումները շատ մեծ են, այսինքն ինքը մի օրվա մեջ կարող է մի գրամի մեջ 10,000 դրամի տարբերություն տա։ Փետրվարի 3-ի դրությամբ 1 ունցիան, այսինքն 28.3 գրամ ոսկու արժեքը միջազգային շուկայում 4,920-ից 4,940 դոլարի միջակայքում է, իսկ արծաթինը 86-ից 87 դոլարի։ Ստացվում է ոսկու 1 գրամն այսօր արժե 60,000 դրամից, իսկ արծաթինը 1000 դրամից մի փոքր ավել։ Ոսկու գնի տատանումները Սուրեն Պարսյանը 3 հիմնական գործոնի հետ է կապում։ Առաջինը Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն են, երկրորդը Թրամփի կողմից մաքսատուրքերի բարձրացումն է, երրորդը աշխարհաքաղաքական անկայունությունը։ Ներդրողները, գումարներ ունեցողները ճգնաժամերի անորոշության ժամանակ նախընտրում են իրենց գումարը պահել ոսկու ակտիվներով, քանի որ կարող են փոխարժեքները բարձրանալ, ինչպես նաև ընկերությունները սննկանալ կամ մեծ շահույթներ ունենալ, բայց ոսկին մշտապես պահպանում է իր արժեքը։ Վերջին 3-4 ամիսներին ոսկու գնի շուրջ 40% աճի վրա ըստ տնտեսագետի մեծ ազդեցություն է ունեցել նաև սպառողների վարքագիծը։ Մարդիկ տեսնելով, որ ոսկին անընդհատ թանկանում է, սկսել են ավելի շատ գնել։ Երևանյան շուկայում, սակայն առևտրականները բողոքում են։ Ո՞նց է ազդել առևտրի վրա այս ոսկու գնի բարձրացումը։ Այսօր ձեզնից զարդ չեն գնել։ Մի շաբաթ չեն վաճառել։ Ինը պայմանավորված է միջազգային շուկայով, իսկ ոչ մի բանով չի տարբերում Հայաստանի ոսկու միջազգային շուկայով հետ, եւ Հայաստանի պայմաններում ոսկի գների աճը էական վարձահարացումներ, օրինակ ոսկերչական գործունեությամբ զբաղվող ընկերությունների գործունեությունը, քանի որ թանկացնալով ապրանք պահանջարկը նվազում է։ Վերջի շրջանում հատկապես վերավաճառողները, արտադրամասի ղեկավարները շատ ընդգրկվում են ոսկի գների աճով, որը իրապես կրճատել է շուկայում պահանջարկը։ Ոսկու տենդի ավարտի նշանները առայժմ չեն երևում, աշխարհաքաղաքական անորոշություններն էլ ոչ միայն մնում են, այլև ավելի են սրվում։ Վաճառողները պատմում են, գների աճից հետո շուկայի առևտրականներից մեկը ոսկե զարդերը ստիպված հանձնել է որպես մետաղի ջարդոն, փակել վաճառակետն ու տուն գնացել։ Հունվարին ես իմ մոտից ընդհանրապես վաճառք չի եղել, ընդհանրապես շատ ահավոր է մեր գործի համար, շատ, ինքը շատ է վնասել մեծ հարված է հասցրել։ Խոշոր ներդրողների վստահությունը դոլարի եւ ԱՄՆ պետական պարտատոմսերի նկատմամբ թուլանում է։ Ակտիվները, որոնք մինչև վերջերս համարվում էին անվերապահորեն հուսալի, նախագահ Թրամփի օրոք դարձել են ոչ այնքան գրավիչ։ Զարգացող տնտեսությունների կենտրոնական բանկերը կտրուկ ավելացնում են իրենց ոսկու պահուստները։